Տոնական բարձր տրամադրությամբ ողջունում եմ ձեզ առաջին լրատվականի տաղավարից, ես Զարուհի Ռշտունին եմ։ Մայիսի 9-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենանվիրական օրերից մեկն է։ Այսօր եռակի տոն է, նշում ենք հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը։ Երկրորդ համաշխարհայինի վետերաններն ու արցախյան գոյամարտի ազատամարտիկներն ամեն մայիսի 9-ին վերածնունդ են ապրում։ Կան տոներ, որոնց նշանակությունը ժամանակի ընթացքում չի կարող փոխվել։ 1945 թվականի մայիսի 9-ը նշանավորվեց ֆաշիզմի դեմ մարդկության տարած մեծագույն հաղթանակով։ Խորհրդային բազմազգ բանակի կազմում այդ հաղթանակը կերտեցին նաև 100 հազարավոր հայ մարտիկներ։ Հայաստանում ու Արցախում այսօր նշում են հաղթանակի ու խաղաղության տոնը։ 1992-ի այսօր Արցախի, Հայաստանի ու աշխարհի հայության համար բացվեց եւս մեկ պատմական հաղթանակի առավոտը։ Հայկական փոքրաթիվ ջոկատները մայիսի լույս 8-ի գիշերը ձեռնարկելով Շուշիի սրընթաց գրոհը մեր պատմության մայիսյան հաղթանակներին ավելացրին եւս մեկը։ Մայիսի 9-ին հայկական դրոշը ծածանվեց երբեմնի հայ մշակույթի օրան Շուշիում։ Շուշիի ազատագրումը դարձավ արցախյան ազատամարտում ընդհանուր հաղթանակի գրավականը։ Շուշիի ազատագրմամբ հայ զինվորը վստահություն ձեռք բերեց սեփական ուժերի հանդեպ, բարձրացավ ազատամարտիկների մարտական ոգին, Արցախի ազատությունը դարձավ շոշափելի։ Զինապահեստի վերածված անառիկ միջնաբերդն ու քաղաքը 4 սակավամարտ զորասյունով գրոհելու հանդուգն որոշմամբ իրականացված հարսանիք լեռներում փայլուն գործողությունը պատմաբաններն արդեն ներառել են ռազմարվեստի համաշխարհային դասագրքերում։ Հայկական զենքի հետ նման հաղթանակներն են, որ նոր սխտրանքների ոգեշնչում են սերունդներին։ Ազգերի հիշողության մեջ հաղթանակները թողնում են անջնջելի հետք եւ այսօրը մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է։ Մայիսի 9-ը նաեւ Արցախի պաշտպանության բանակի սկզբնավորման օրն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի առիթով աննախադեպ ռազմական շքերթ է կայացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ Երևանում եռատոնը նշել են հաղթանակի զբոսայգի այցելելով եւ անհայտ զինվորի արձանի հավերժական կրակի մոտ ծաղիկներ դնելով։ Հավերժական կրակի մոտ հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգել են հայրենական մեծ եւ Արցախի ազատագրական պատերազմների զոհվածների հիշատակը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հաղթանակի եւ խաղաղության տոնի արդիվ, որում մասնավորապես ասվում է. Սիրելի հայրենակիցներ, սրտան շնորհավորում եմ ձեզ հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ։ Հայրենական պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց։ Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում։ Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով։ 1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները, բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը։ Շուշիի ազատագրման վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար։ Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով։ Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առիթով։ Հայաստանը հավերժ, հայկական Արցախը եւ ողջ հայությունը լի են վճռականությամբ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը, նշել է նախագահ Սարգսյանը իր ուղերձում։ Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։ Սիրելի հավատավոր զավակներ, մեր իմ Հայաստանի, Արցախ ու Իսփյուրս, համայն հայության հոգեվոր օրրան Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում ձեզ մայիսի 9-ի հաղթանակի ու խաղաղության օրվա բերկրալի առիթով։ Հոբելյանական այսօրը խոնարհումով ենք հիշում մեծ հայրենականի եւ արցախյան հերոսամարտի տարիներին անznուրացորեն սեփական կյանքը հայրենիքին զոհաբերած մեր քաջազում զավակներին, հայցելով, որ բարեգութ Տերն հանգստություն պարգևի նրանց հոգիներին ու հանգչեցնի իր լույս օթևանների մեջ։ Թող Տերը երկնառակորհնությամբ ամենախնամ իր աչի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփյուր ազգս հայոց, ասված է Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում։
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վերածննդի հրապարակում այսօր առավոտյան կայացել է հաղթանակի շքերթը, որը նվիրված է Շուշիի ազատագրման ու պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ ու հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձներին։ Տրիբունայում էին նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, բարձրաստիճան այլ այրեր։ Զորահանդեսն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ Նախարարը շնորհավորել է հրապարակում զորահանդեսին մասնակցող զինվորականներին 62-րդ հրատենային բրիգադի և 18-րդ հրաձիգային դիվիզիայի մարտիկներին, 3-րդ և 4-րդ պաշտպանական շրջանի մարտիկներին, Արցախի ազատամարտի վետերաններին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին շքերթին։ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամների, նաև մեր երկրում մի շարք դեսպանությունների ներկայացուցիչների ու պաշտպանության նախարարության սպայական անձնակազմի ուղեկցությամբ այցելել է հաղթանակի զբոսայգի։ Վարչապետն ու պաշտոնատար անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել անհայտ զինվորի անմար կրակի մոտ, պատվել հայրենական մեծ պատերազմում զոհված հայրենիների վառ հիշատակը։ Նրանք նաև մասնակցել են տոնական շքերթին, զրուցել սակավաթիվ վետերանների հետ ու համտեսել զինվորական նախաճաշը։ Այլ թեմաների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր հրապարակել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ որոշ տվյալներ։ Ըստ նրա, համամասնականի վերաբերյալ ստացված վերահաշվարկի համար ստացվել է 17 դիմում, ինչն ընդհանուր տեղամասերի քանակի 0.8%-ն է, մեծամասնականի արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ 33 տեղամասերում ստացված դիմումներ ընդհանուրի 1.6%-ն են կազմում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տվյալով ընտրատեղամասերի գրանցած
գրանցամատյաններում վստահված անձանց կամ լիազորված անձանց կողմից գրառումներ կատարելու որևէ սահմանափակում չի եղել։ Ընդհանուր 1982 տեղամասերից 91%-ի կամ դրանցից 1720-ի գրանցամատյաններում որևէ գրառում առկա չէ։ Մուկուչյանը հերքել է, թե որևէ մարզում ընդհանուր առմամբ 100% կամ ավելի մասնակցություն է արձանագրվել։ Ըստ նրա եղել են մասնակցության նման ցուցանիշներ քրեակատարողական հիմնարկներում եւ մեկ գյուղում, որը հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քննության առարկա է։ Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման ու եվրոպական հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են ընդունել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. Եվրոպական միությունը ողջունում է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը։ Մենք ողջունում ենք թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ անցկացնելուն ուղղված հայկական իշխանությունների ջանքերը։ Այնուամենայնիվ, ընտրությունները ցույց տվեցին, որ դեռևս կարիք կա լուծելու մի շարք խնդիրներ, որպեսզի ընտրությունները լիովին համապատասխանեն միջազգային չափանիշներին։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որպես առաջնայնություն դիտարկել այն թերացումները, որոնց վրա ուշադրություն է հրավիրել ԵՀԿ-ԺՄՀԻԳ-ը, որպեսզի այդ խնդիրները լուծվեն մինչև 2013 թվականի նախագահական ընտրությունները։ Միևնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ ազգային ժողովում ներկայացված են լինելու 6 կուսակցություններ։ Սա դրական քայլ է Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարական քաղաքական մշակույթի զարգացման համար։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ ապօրինի գործողություններից եւ շարունակել քաղաքական երկխոսությունը։ Իշխանությունների եւ ընդդիմության միջև կառուցողական երկխոսությունը շատ կարեւոր է երկրում կայունության հաստատման համար, ասված է համատեղ հայտարարության մեջ։ Ֆրանսիայում ցեղասպանությունների շղթման քրեականացման մասին Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուଆ Օլանդի կարծիքը 2004 թվականից ի վեր չի փոխվել։ Ինչպես փոխանցում է Armen Press, այս մասին Օլանդը նշել է Անատոլիա մշակութային կենտրոնի ղեկավար հայոց ցեղասպանությունը շղթմամբ հայտնի Դեմիր Յոնգերին ուղղված իր նամակում։ Օլանդը միաժամանակ հիշեցրել է Յոնգերին, որ ինքը կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների շղթումը քրեականացնող օրինագծին։ Սահմանադրական դատարանը մերժել է այդ օրինագիծը, սակայն ես պատրաստվում եմ առաջարկել նման նոր օրինագիծ, որը կհարգի մեր սահմանադրությունը, նշել է Ֆրանսիայի նորընտիր նախագահը։ Օլանդը նաև շեշտել է, որ հավատարիմ մնալով հանրապետության արժեքներին, ինքը հետևողական է լինելու ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու հարցում։ Անդրադառնալով Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններին, Ֆրանսիայի նորընտիր նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը միշտ հավատարիմ է իր սկզբունքներին, իսկ Թուրքիան եթե ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, ապա ինքը եւս պետք է ձգտի արդիականացման։ Մոսկվայում կայացել է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձին նվիրված տոնական շքերթը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է 14,000 զինվորական։ Բոլոր զինվորականները բացի մեխանիզացված շարասյան մասնակիցներից մասնակցել են զորահանդեսային համազգեստով։ Այս շքերթի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է RIS անունով զրահամեքենան, որը նախատեսված է Տոպոլ M հրթիռային համակարգի գործարկման կայանին ուղեկցելու համար։ Տոնական քայլերքերը կատարել են 1000-ից ավելի երաժիշտներ։ Շքերթը ղեկավարել է գեներալ գնդապետ Վալերի Գերասիմովը։ Զորահանդեսի պատրաստության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Անատոլի Սերդյուկովը։ Վլադիմիր Պուտինը հորդորել է չմոռանալ, թե ինչպես է ծագել ֆաշիզմը եւ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ չկանգնելու համար։ Բոլորին կոչ արել հարգել պետությունների ինքնիշխանությունը եւ բոլոր միջազգային նորմերը։ Շքերթի ընթացքում նաեւ ցուցադրվել են Ռուսաստանի զինանոցի ամենահայտնի պաշտպանողական եւ հարձակվողական զինատեսակները։ Օդում ուղղաթիռները կրել են նաև Ռուսաստանի դրոշները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 2 տոննա։ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն տեղափոխվել է հիվանդանոց, այդ մասին վկայել են ականատեսները։ Տիմոշենկոյի դուստրը հայտնել է, որ նախկին վարչապետը համաձայնել է դադարեցնել հացադուլը միայն Խարկովի հիվանդանոցում եւ միայն գերմանացի բժիշկների վերահսկողությամբ։ Տիմոշենկոն բողոքել է բանտի աշխատակազմի վերաբերմունքից եւ ապրիլի 20-ից հայտարարել է հացադուլի մասին։ Տիմոշենկոյի այսօրվա տեղափոխությունը հիվանդանոց իրականացրել է ոստիկանության եւ զինվորականների խիստ վերահսկողությամբ։ Հիվանդանոցի աշխատակիցներն Ուկրաինայի նախկին վարչապետին այնպես են տեղափոխել, որ լրագրողները եւ հավաքված մարդիկ չկարողանան տեսնել նրան։ Յուլիա Տիմոշենկոն անցած տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման իշխանության չարաշահման համար։
Սիրիայի Հոմս քաղաքում կրկին հնչել են կրակահերթեր։ Սիրիայի իրավիճակը դիտարկող ՄԱԿ-ի առաքելությունն արդեն ժամանել է Հոմս եւ շուտով ներկայացնելու է գնահատական այնտեղ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսագրություններից մեկը ցույց է տալիս, թե ինչպես են զինվորականի հագուստով մի քանի մարդիկ ձերբակալում քաղաքացիներին եւ նրանց նստեցնում ռազմական բեռնատարի մեջ։ Գործակալությունները շեշտում են, որ չեն կարող հաստատել սոցիալական ցանցերում հայտնված որևէ տեսագրության վայրը, ժամը եւ ընդհանրապես հավաստիությունը։ Միաժամանակ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը աշխարհի տերությունների անունից հայտարարել է, թե վերջինները կարծում են, որ Սիրիայի իրավիճակը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի։ Այդուամենայնիվ, ըստ Անանի, ՄԱԿ-ը նախագծի համաձայն մինչև մայիսի վերջը այնտեղ ուղարկելու է 300 ռազմական դիտորդների։ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Իրաքի նախկին փոխնախագահ Թարիկ Ալ-Հաշեմիի նկատմամբ։ Հաշեմին այժմ թաքնվում է Թուրքիայում։ Սուննի մահմեդական Հաշեմիին Բաղդադը մեղադրում է շիա կառավարության անդամների եւ շիա մահմեդականների հանդեպ ահաբեկչությունների ֆինանսավորման եւ այսպես կոչված մահվան գումարտակներ ստեղծելուն օժանդակելու համար։ Ինտերպոլը Հաշեմիի նկատմամբ հետախուզումը հայտարարել է պաշտոնական Բաղդադի հայցի հիման վրա։ Իրաքում այսօր ընթանում է Հաշեմիի դատավարությունը հեռակակարգով։ Ընդհանուր առմամբ, ըստ շիաների, Հաշեմին մեղավոր է 150 ահաբեկչությունների կազմակերպմանն աջակցելու կամ անմիջականորեն կազմակերպելու համար։ Այժմի համար այսքանն էր, մնացեք առաջինի եթերում, առաջին լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, մինչև այդ ժամը։ Վերցրեք հեռախոսն ու գումարը, ձեռք բերեք Android համակարգով MTS Ego սմարթֆոնը ընդամենը 149,000 դրամով եւ ստացեք բոնուս հեռախոսի գնի ամբողջ գումարի չափով։ Գումարը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում կատարելով զանգեր ցանկացած ուղղությամբ, ինչպես նաեւ օգտվել ինտերնետից եւ այլ վճարովի ծառայություններից։ Vivatel MTS։ Սպասեք ավելին։